Արցախյան 3 պատերազմների մասնակից Գագիկ Հովհաննիսյանը կանգնել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ։ Այսօր խոսքը հերթական ֆինանսական կորստի կամ գործարքի մասին չէ, այլ մարդու ճակատագրի։ Այն մարդու, ով մասնակցել է Արցախյան 3 պատերազմներին, մարդու առողջությունը խարխլվել է պատերազմի հետևանքով, եւ այսօր իր բազմանդամ ընտանիքի 12 երեխաների հետ միասին նա կանգնած է տան կորստի առաջ։ Ֆինանսական կազմակերպության Ֆինկայի հետ կնքված գործարքից հետո Գագիկին եւ նրա ընտանիքին ժամանակ է տրվել ազատելու միակ բնակարանը, քանի որ այն արդեն վաճառել են մարդուն զրկելով իր վերջին ապաստանից։ Մանրամասները News Media-ի հետ զրույցում ներկայացնում է ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը եւ հայտարարում, որ խնդրին ականջալուր չլինելու դեպքում դիմելու է ծայրահեղ քայլերի։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սիրելի մեր հայրենակիցներ, ես ներկայացրեցի, թե ինչ պայմաններում է ապրում ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը։ Այս տունը, այս կացարանը, եթե կարող ենք այսպես ասել, փաստորեն նվիրաբերվել է Պաշտպանության նախարարության կողմից, որքանով որ հասկացա, եւ քանի որ այս տարիների ընթացքում ունեցել եք մի փոքր այսպես վարկային պատմություն անհաջող, Ֆինկա վարկային կազմակերպության հետ ունեցել եք խնդիր, որքանով որ հասկացա, տունը վաճառքի է դրվել։ Ոչ, վաճառքի է դրվել բանը, որ կինս վերցրել է վարկը, ես հովանավորով եմ կանգնել, որպես իրան երաշխավոր։ Երաշխավոր եք կանգնել։ Իմ տունս հանել են վաճառքի, հարկադինել եկել է։ Ես ամբասալյակի վրա եկա, ոնց դրվել է աճուրդի եւ այլևս վաճառված է։ Ձեզ ժամանակ են տվել, որ ազատեք բնակարանը։ Ազատեք բնակարանը։ Եվ ինչքան ժամանակ են տվել։ Մինչև ապսի 15-ը, իբրև այս ամսվա, հետո որ այդ հարկադիրի տղան էր Հովհաննիսյան Գագիկ, ասեց լավ, մինչև հունվարի 15-ը։ Հիմա մենք մինչև այդ էլ արդեն դատարան ենք դիմել։ Մեր իրավաբանը զբաղվում է այդ հարցերով, հիմա սպասում ենք տենանք ինչ են ասում։ Այսինքն Ֆինկա վարկային կազմակերպությունից կազմակերպությունը 1 միլիոն դրամ, եթե տենց 1 միլիոնից մուծել էինք լիքը, հետո որ ժանտախտով սատկել են, ես էլ արդեն 20 թվին ընենց էին խփել բերել են, չեմ կարացել գոմ մտնեմ, այդտեն սատկան ժանտախտից չհասցրեց ոչ մեկ ոչինչ բան, 6 միլիոն տարանք թափեցինք ձորով, վառեցինք, ոչ էլ կերանք այդպես։ Մի խոսքով, այսինքն փորձել եք մի փոքրիկ տնտեսություն ստեղծել եւ կարողանաք ապրել։ Էլ ասենք տղեկի ուսին չմանանք, մենք այդ երեխեքին չենք բեր, որ իրանք մեզ պահեն, մենք պետք է լպահենք, պապիկ ենք դառնում, տատիկ ենք դառնում, մեր թորներին մենք պետք է պահենք։ Այդ թոշակով չեմ ասում պապիրոզ առնեմ։ Բացի դա ես Պաշտպանության նախարարությանը դիմել էի, որ մեծ ընտանիք եմ, դուք ինձ լավ եք ճանաչում, իմ զոհված ընկերների տեղն եմ ունեցել այդ երեխաներին։ Ես այդ Պաշտպանության նախարարության 12 երեխա։ Այո, 12 երեխա սաղ իմ զոհվածների տեղն եմ ունեցել, տղայի տեղը աղջիկա եթե ձևը, ածանցով անունները փոխել են, Տիգրանի տեղը Տիգրանուհի, Տղշատի տեղը Տաթևի եւ այլը, մի խոսքով։ Ինչ եմ ուզում ասել, իրանք իմացել են այդ մասին, որը ու իրանք շեշտել եմ, աղքատության նպաստով ես չեմ կարող երեխա պահեմ, ես չեմ ունեցել որ զոհված պահեմ, անդբրոց, անուսում կամ եւ այլ եւ այլ։ Իրանք ինձ տրամադրել են մեքենա, իրանք ինձ տրամադրել են տուն, իրանք ինձ տրամադրել են թոշակի նման գումար։ Սա վերջին կացարանն է փաստորեն եւ փոխում։ Սա մենք էլ կիսել ենք, դե գոմ ենք սարքել, դա էլ է նշանակվում կացարան, իբր ունենք 2 կացարան, գոմներ են հաշվեք կացարանի իբր։ Հա։ Եվ այդպես որ 2 տուն ունենք իբր, սրա այսինքն ազատամարտիկը պետք է գնա գոմում ապրի իրենց։ Հիմա երևի գոմում չեք, բայց եթե համ երաբրու շատ ներողություն եմ խնդրում։ Չգիտեմ որ պետք է գնամ իրաց մտածելով, ես տեղը ջուն եմ տալու բասի դա ինչ եմ ասում։ Սա ձեր վերջին կացարանն է եւ իրավունքունի որևէ մեկը նման մեզի գումար է հատկացրել որպես բազմազավակ ընտանիք, որպեսզի ամեն ամիս ստանանք։ Բացի դա ես պետք է որպես վիրավոր 20 թվի համահայկական հիմնադրամից 250-ից 300,000 դրամ փող ստանայի թոշակի տիպի, ոնց որ ստանում եմ իմ թոշակը 91,000 դրա հետ միասին։ Էդի չեմ ստացել։ Իբր որ հիվանդանոց չեմ պարկել, եկել եմ կինս անձի բուժել, ասկոլկի քահանել են կամ չեն անել, մինչև վերջի ոսկորը հասել է նոր եմ գնացել դիմել իրանց։ Իբր այդպես զրկվել եմ այդ գումարից, իսկ այն գումարը որ Պաշտպանության նախարարությունը որպես բազմազավակ ընտանիք
Բայց իրանք տան, ես իրանք դիմել եմ sense կլոր սեղանի մոտ գեներալներին, ասել են հա լավ, Գագիկ ջան, քեզ 250,000 դրամ կտանք ամեն ամիս։ Բազմազավակի օրենքը մինչև հանենք, ես իմ ուր կհասնի, դեռ օրենք չկա։ Այդտենց որ ինչ որ գումար տան։ Աղքատության նպաստն է, մենակ էնել չի երիկում քեզ 6500-ին ինչ ամեն երեկո։ Որ այդ երեխեք ամիսը 2 մեշոք մենակ ալուր են ուտում։ Չհաշված կարտոշկեն եւ այլ, հələ զինվոր հաշվեք 12, զինվոր հաշվեք հələ 12, ինչ են ուտում, ինչ են հագնում, ինչ են սնվում, ինչ ձև են սովորում։ Եվ այլը, ինչ եմ ուզում ասել, բայց տվել են այդ գումարը պետական, որպեսզի չլինի բարեգործական։ Իրանք համաձայնություն են տվել դրան, ստացել եմ ես, մինչև նախանցել տարի հուլիսը։ Զանգը հարեցի, որ այդ գումարը պղնձամոլեբդինն էր տալիս, էլ չի տալու։ Դու այդ ծրագրի մեջ չկաս, չգիտենք որտից ես ընկես թե գնա դիմի պետությանը, թո պետությունը քո փողը տա։ Ձեզ պաշտպանության նախարարությունից զանգը հարեցի։ Չէ, պղնձամոլեբդինից։ Հա։ Ասեցի խի չեք տալի այդ գումարը, Բայց ասեց պաշտպանության նախարարությունը փոխանցել է միջնորդել անդե, միջնորդել է անդե, որ իրանք տան, իբրև, որտեղ Հասկացա։ առաջնից է ստանում, հետո ասեցին քարտը Դա է պետք է ուզում տա։ հասկանալ, այո։ Իրանք են տալ։ Ու դե չստացանք այդ գումարը, սկսանք չստանալ, մեկը դրանք եկան, բա չեք մուծե, էսե կարե մնացել եք տոկոս դե, որ չկա որտից մուծենք։ Ես էլ արդեն ընկած պարկած, կարելի է։ Ինչ գումարի մասին է խոսքը։ 1,200,000 ա եղել, դարձել էր 800,000։ Հա, հեսա թող կինս ասի, ես Հա, շատ բան ներկայացրեք։ չեմ հիշում։ Ներկայացի ոնց է ինչ։ Մենք վարկ ենք վերցրել 1 միլիոն դրամ, որպեսզի գյուղատնտեսական վարկ կոչվում, վերցրել ենք, որպեսզի մեր տնտեսությունը ստեղծեինք, կարողանայինք մեր ընտանիքը, մեր գոյությունը։ Նորմալ է, այո։ Բան չուզենք, կազմակերպությունը եկավ, տեսա, որ իրաց տրամադրած գումարը հնի բան էլ ապել մենք ունենք արդեն գոմ ենք կառուցել, մի խոսքով ամեն ինչ որ այդ ծրագրի մեջ նախատեսված է։ Ժանտակտ ընկավ հիվանդությունը դա խոզերի, ամբողջ մեր գոմի անասունները մոտ 6 միլիոն հլը ավել, լրիվ սատկեցին գոջիներով, մայրերով, դիմեցին օրից իրանց, ասեցինք, որ ես կարգավիճակն է, չենք կարող վճարում կատարել, խնդրում ենք կամ աջակցեք, որտեղ 10 տարվա իրանց եթե ոչ ավել հաճախորդն էի, մշտական շատ լավ վճարումները կատարել է իրանց։ Խնդրեցինք, որ ինչ-որ կամ դադար տան, կամ մի ամիս դադար տվեցին, կամ աջակցեն գումար տան նորից ինչ-որ ոտքի կանենք, որպեսզի վճարումներ կարողանանք անել, իրանք ոչ մի բան չարեցին։ Ու գումարը կրկնապատկվեց Հիմա կրկնապատկվել է 1,800,000 է դարձել գումարը։ 1,800,000 Իմ լսելով իբր չգիտեմ, էդի հարկադինի Այսինքն 1,800,000 դրամի համար տունը դրել են վաճառքի հաջորդի։ 100 միլիոն անոստունը դրել են 12 միլիոնով իբր վաճառել։ Գնահատել են 37 միլիոն մեր տունը, հաջորդի են դրել 28 միլիոնով, 28 միլիոնից հաջորդներով գնալով իջե 12 միլիոնով վաճառել։ Ու հիմա ձեզ ժամանակ են տվել, որ պիտի ազատեք տունը։ Այո, եթե ոչ, հարկադիրից կգան, մեզ ուժի բռնի ուժով կհանեն մեր սեփական տնից, այն տնից, որտեղ որ այս ազգի, այս հողերի, այս ամեն ինչի համար իմ ամուսինը ամեն պատերազմին մասնակցել է, այս ազգի համար երեխաներ եմ ունեցել, ես շատ եմ սիրում իմ ամուսինը, մեր ազգը, մեր հայրենիքը, մեծ ունեցել ենք երեխաներ։ Մեզ վաղ առաջարկել են դա։ Հայրենիքը շատ մեծ լինի ու խրախուսել ենք բոլոր մայրերի, որպեսզի շատ երեխաներ ունենան մեր։ Ու հիմա կանգնել եք նման խնդրի առաջ։ Կանգնել ենք այսպիսի խնդրի առաջ։ Այն մարդու ընտանիքը, որը 22 տարեկանից մասնակցել է, պաշտպանել է հայրենիքը, վիրավորվել է բազմիցս, ու այսօր մեզի մեր տնից Այսօր մեր հայրենիքում ցավոք սրտի նվիրալները պատժվում են, ոչ թե ցավոք սրտի գնահատվում մեզի անելու են ու մենք չգիտենք ինչ ենք անելու ու որոշակի գումար է իբր մեր տնից մնացել այդ գումարն էլ փոխանցել են իհարկե ես ասել էի չփոխանցեք փոխանցել են իմ հաշվին ու դեռ իբր այդ հաշվին այդ գումարը 900 քանի հազար դրամ սարեցված է Էդ էլ է սարեցված չնայած ես ասեցի որ մեզ պետք չի այդ գումարը մեզ մեր տունն է Էսի քրտինքով Իսկ պաշտպանության նախարարության այս ընթացքում դիմել էիք որ Դիմել նաև չենք կարծի դիմում ամիջապես հասցնենք տեղ իրենց
գնացել եմ որ դիմում տամ չի ստացվի անցյալ տարի հունվարի 28-ին եմ գնացել թե այս տարի չեմ հիշում ու չտեսանք իրենց մի լրագրողի մոտ խոսեցի ասեցի որ խնդրում եմ այս դիմումին պատասխան տվեք կամ եկեք sense բանա դիրքա մոտս հետո լուրերով եմ ասել արդեն ես չեմ կարող մեծամ չեմ կարող իրար գամ Եթում ես ընդեղ էլ տենում ես ասում ես Վիրահատությունների եք Հա, ոչ, սաղ ոտերս Էլիզարովի ապարատի մեջ է, սաղ օպերացիա բան են արել, այն միսը սաղ ասկոլտիկ են անել, գրած է չոխի թղթերը սաղ կա, որ խփել են մինամյոտը կախել են վրներես, մի զոհ ենք տվել 4-ը վիրավոր Այսինքն մինչև 88 թվականից մինչև 22 թվականը մասնակցել եք պատերազմի մասնակից վիրավոր 20 թվից հետո գնացել եմ շորժա, ջերմուկի բոյերին որ մասնակցելու Էլ չեմ մասնակցել բոյերին, պոստ է եղել, պոստ եմ կայնը 3 ամիս, սառել եմ ձանտակ, Այս պայմաններում այս վիճակում որ չեմ նվնված է, այդ համպախկում եմ պարկեմ հիվանդանոցները, գնացել եմ էլի հետ եմ եկել ու առեք ես, եկել են ասում են Կարասկի վրա այս սնանք ենք ուզում քեզ ճանաչենք որպես մեր ազատամարտիկ, առեք ես տանում են, ասում են օնլայն ծախեցինք տնել այդ Հետ ա եղել պատճառը։ Կանաջան մեկի ամենակարևոր խնդիրը նախ ներկայանամ ես Գագիկի Մարդագան ընկերն եմ ու ճանաչել եմ 22 թվականի շորժայի դեպքերից։ Անհանգստացած էիք այս Բնականաբար մեր բոլոր Մարդագան ընկերներն են անհանգստացած, քանի որ մեր ընկերը մեզ համար ոչ միայն Մարդագան ընկերը, այլ նաև լեգենդար անձնավորություն է, քանի որ մենք այսօր փառաբանում ենք երևի զոհված լեգենդներին, մենք պատիվ ունենք նաև կյանքի օրոք փառաբանել լեգենդներին ու իմ համար ինքը իմ ազգեն լեգենդար հերոսներից է ում հետ բախտվի ունեմ նաև ընկերություն անել։ Դե մարդը երբ որ առողջական խնդիրներով էլի ու ինքը նորից է կանգնելու, անկախ ամեն ինչից է կանգնելու Պետությունն էլ եմ հարգում սիրում, ու խնդիրը իմ ժողովուրդն էլ ես միշտ է կանգնած եմ, խնդիրը հենց Բայց պետությունն էլ պիտի կանգնի։ Պետությունը ով պետության ղեկավարը իմ պետության ղեկավարը, որ մեկը եղել է, ինձ երբեք բացասական բան չի ասել։ Բոլորն էլ եղել են իմ նկատմամբ լավը։ Հիմա 4-րդն է, ինքն էլ իբր եւ ասում են ավելի լավն է, ես вообще հեռու եմ այդպես բաներից, պոլիտիկայից եւ պետական աշխատողներից, այդ ջինովնիկներից եւ այլ տեսակ։ Ամեն դեպքում այս իշխանության Ամեն օրոք դեպքում իրանք պետք է հասկանան, այդ օրենքներն ունեն ավելի կարգին օրենքներով ինքը պետք է հասկանա, որ իր պետության մեջ ինչ որ մի հատ ֆինկա է, ես իմովա, այսպես անձեռնմխելի տուն ա վեկալում օնլայն վաճառում, առանց հասկանալ, որ ստե մի հոգու տուն չի, 12 երեխա, 2 հարս 9 թոր, սաղը տեն ապրում, այդ շենքի մեջ, 3 հարկանի շենք են տեսել, ուզում են կուլ տան մի անգամ ուտ։ Մի հարկ են տվել, սարքել եմ 3 հարկ արդեն, ոնց է կուլ տան, չեն կարա։ Չի լինի, ես չեմ տա, երբեք կտնես բան, բաստորեն պատկերացրեք, եթե հայ ազգի մեջ բազմազավակ ֆիդայինին անեն կծեն դուրս, հետո էլ ես ազգում մեկը երեխա կունենա, կամ մեկը ինչ-որ կմտածի, որ ինքը ֆիդային ա եղել, մի բանի ինչ-որ արժանիքներ ունի, Թե սարքել են փալաս, հանում ոչինչի ենք կրվել, ագրեսոր ենք եղել եւ այլ, չէ, այդպես բան չի եղել։ Մենք մաքուր ենա, լավագույն մարտիկներից ենք եղել եւ պաշտպանել ենք մեր իրականացրել ենք մեր հերթապահությունը շատ մաքուր, չոխի հետ 20 թվին մի մետր հետ չեն գնացել, ոչ էլ կրված եմ ես իմ պարտքերը ստացել են թուրքերից լավ գիտեն ով եմ ես, Ջավուրեհոն եմ, ինձ շատ լավ ճանաչում են Հաուզեցան խփեն չկարացան վիրավորեցին չմեռա ֆոսֆորով էր խփին չմեռա եկել եմ իմ տնից էր արել Եվ կարող է Ալիևի գորավացել նա տուր արա դու ես երևի մեր բանը քեզ կրիստի տալին չէ ռուսները Ացես Կավկազը դե մի հատ տուր ղրգից տա դավայ կամ փողը ղրգի եթե արդեն հերթ ասել ա դրա Հայտարարակ իրողության հետ գործ Իրոք ենքան հայտարարությունը ինչու մեջ է այդ արտոնությունների անտեսումը ես տեսել եմ այստեղ մենք նաև խնդիր ունենք մարտիկ միգուցե չգիտեն էսի լուսաբան ենք տեսեք 27 թիվը սեպտեմբերի 27-ը հենց գալիս է այս մարդկանց պատերազմի հոգեվիճակը մինչև օրս այս մարդկանց տան մեջ է սեպտեմբերի 28-ից այդ նույն մարդական գործողությունները հիշողությունները համինքն է վերաբերում համ իր այդ հարազատները այդ բոյերը ամեն օրը վիրավորն մարդը
արդեն 5-րդ տարին է վիրավորվի ամեն տարի վեր կաբրի ինքը այստեղից մինչև որբեսի կնա ադամները սարքի անգամ գումար չունի որ ինչ որ մի տաքսով կնա հասարակական տրանսպորտներով անհնարին է հաշմանդամ մարտը անհնարին է 1000 հոգի իրար վրա ինչպես կարող է այս մարտը իր բուժումները անգամ չի կարող ստանա հերոս մարդ է սիգարետները բեր մի հատ ինչ սիգարետներ պիտի ծախեն մի կերպ գոյատևեն որ մենք ազգով դադենք հարգեր մուծենք որբեսի պետ պաշտոնյաները բոլորը պատավատներով ու շոկե աջակցություն չկա ոչ մի աջակցություն չկա գիտեն որ ես ոչ մի աջակցություն կողմերից արտոնյալ եմ չի նշանակում մենակ պետ պատվեր անունը պետք է տրվեցվի ես այն ազատամարտիկն եմ ելել որ ասում եմ պատերազմի մասնակցի կարգավիճակով եմ ես պատերազմի մասնակից եմ դրա հետ միասին հաշմանդամ եմ դրա հետ միասին ես իմ գենոֆոնդը իմ ազգն եմ պաշտպանել իմ զոհված ընկերների հոգին եմ ուզեցել ունենամ իմ կողքն են ես շատ աստծուց գոհ եմ աստված տվել է այդ հնարավորությունն ընձի Աստված օրհնի ձեր զավակներին եմ աստծո զորությանը բան չունեմ ասել բայց իմ պետությունն էլ է իմը ես սիրում եմ իմ պետությունն էլ իմ ազգն էլ իմ բարեկամներին էլ իմ բոլորին Ես ոչ մի տիպի ազգ չեմ, իմ համար էսի Լոնդոնն էլ է, Ամերիկա էլ է, ամեն ինչ է, իմ Հայաստանը, իմ եռաբլուրը, իմ բոլորը։ Այդ է եղել ու իրանք պետք է հասկանան, ֆինկեն իրանից ինչ չա ներկայացնում, ինչ որ կազմակերպություն, հանի տունս հաճուրդի։ Ես Սամվել բանը ինձ հովանավորողը հոսանքի համար, ասել է այդ տղու հոսանքի հետ գործ չունեք, մի օր բնտի դադի չեն տվել ոչ մեկ։ ու պաշկա կուտակվել, ասենք ինքն էլ կհաներ, դրանով ոչ մի խոսք, բայց ինքը իրանից ինչ է ներկայացնում, հանի օնլայն ձևին ձի խապելով, ասի տանում ենք սնանք ճանաչենք, հանեն օնլայն ձևով վաճառ չի, ու գան ասեն արդեն վաճառել ենք, ելեք, ոնց են պատկերացնում, ես ըստիսկ ելել, թե մի հատ ճաշի չափ չկա, մի բան անեմ, ընձի տրակցնեմ, պրտնեմ, ես տնով տեղով, դրանով հաս կլուծվի, եթե ուզում են մի հատ արում տենան, թո տենան, գավորը ինչ վեճը չի, 60 տարեկան արդեն կրվել է, սաղի գանեմ դուց, ես ես տնով հետը կտրակեմ, տենամով ա գալու ավնի, տե թո գան ապեն, եթե վերջի վայատ այդքան տուպորեն չեն ասում։ Պետք է ապրեք, այլ ոչ թե այո, ահա։ Էսի սադրանք է, որը մեր բոլորը պիտի զգաստանան, որովհետև էսի արդեն բոլորի հարցն է, մենք մեր ամեն ինչին պահանջատեր ենք, Գագիկն է մենակ չէ, ու հաստատ սրա համար բոլորը պատասխան կտան, ուղղակի թող վերականգնեն այն արտոնությունները, որը հասանելի է, ու իրանց հասանելի է Գագիկին ու Գագիկի նմաններին ավելի արտոնություններ, քան նախարարներ, դեպուտատներ, թեկուզ դատավորներ։ Այս երկրի, եթե կան սերպեր, այսօր այդ սերպերից մեկը ինքն է ու իր նման բոլոր տղայկը։ Այսօր սերպերն են պահողը այս հայրենիքը։ Դրա համար արտոնությունները պիտի վերականգնեն ու պետությունը համապատկար բոլոր մարմինները պիտի զգաստանան ու աշխատեն։ Էսի պահանջ չէ, էսի հարգադարանք ու պարտադարանք է։ Գայանե ջան, քեզ եւս շնորհակալություն։ Ես հետ միասին այս պայքարի կողքին ենք եւ կփորձենք անել հնարավորը։ Գալ ենք ու վստահ ենք, որ բոլոր ազգանավեր հայրենասեր մարդիկ էլ միասին իրար դենք ու կամենամ այս ռեպորտաժի վերջում մեր մարտական ընկերության անունից դիմեմ թե պետությանը, կառավարությանը, Սուրեն Պաբիկյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր տիկնոջը, որը որ մեր մարտական ընկերն է կոչվում, եթե պատերազմական գործ ա եղել, ինքը այնտեղ մասնակցել է Շուշիում, մենք ենք իրան ձենք խնդրել, թողի ազգային ժողովի նախագահ, բոլորն էլ թող իմանան մեր պետության բարձրացում։ Մարտի դաշտում փաստորեն տեսել եք Աննա Հակոբյանին։ Հա, մարտի դաշտում չենք տեսել, բայց կապ ունեցել ենք դետայ մոտ արդեն, ճիշտ ասած, մենք չոխնացած բան դալնապոյից ընկեր գրգեք իրար չունեն։ Այնտեղ եղել է Խաչատուրովը, այնտեղ եղել է Սերյանովանյանը, հա, որ օդը կառնան, փակեն, դա են կարել։ Այդօր ձևի բաներ են կարել։ Հիմա դիմում եք նաև Աննա Հակոբյանին։ Մեսեն Տիկինին, այո, եւ նաև Նիկոլ Փաշինյանին եւ նաև մեր պաշտպանության նախարարին։ Բոլորին Աբինյանը, միայն Աբինյանն է Միքայել արել, որ ընդունելի է իր կողմից, այդտեղ ջուր են քաշել, պուլպուլակին անշոթիկ ջուր է տվել մեր 12 զոհվածի համար։ Շատ շնորհակալ ենք։ Պաստորեն բարի գործեր էլ է կարողանում անել։ Այդ համար շատ շնորհակալ։ Տիգրան Ավինյանը, շատ լավ։ Ինչպես նաև մեր կամենամ բոլոր բարեգործներին դիմեմ, քանի որ իրականում ոչ միայն Գագիկ Հովհաննիսյանը, բայց այսօր մեր Գագիկ Հովհաննիսյանը
այսպես օրինակ է բոլորին, մեր ոչ թե ազատամարտիկները, այլ առաջամարտիկները ունեն բարեգործության կարիք, որ Հայաստանում առաջնահերթ բոլոր բարեգործությունները պիտի լինեն մեր առաջամարտիկներին, ովքեր պահել ու պահպանել ու մինչև օրս հանդիսանում են այն պահաբան հրեշտակները մեր հայրենիքի ու բոլորին շնորհակալություն, ովքեր կհասկանան, ովքեր կաջակցեն ու նեցուկ կլինեն այս խնդիրին, որը բոլորինս է ու շատերն ունեն նմանատիպ խնդիրներ։ Ինչպես նաև թող պետությունը եւ իշխանությունները բոլորը հասկանան, որ մենք եթե իրանք այդ լեզուներն են հասկանում, որ չեն կարող բարոյական հարցի լուծում տալ ու իրենք սովոր են այդ ճանապարհներ փակելու, երևի եթե հարկ եղավ կփակվեն ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ անգամ դուրս եկող ճանապարհները, մինչև մեր մարտական ընկերոջ ու մարտական ընկերների հարցերը մենք կառավարության ուրեմն գնանք այնտեղից դուրս չենք գա, կառավարության շենքից դուրս չենք գա, ամեն տեղը ամբասալյակով կնստեմ ու կգնամ, իրանք չեն տվել, գոհեմ, ամբասալյակ են տվել, որ տունս վերց է։ Պաշտպանության նախարարությունը պարտավոր է իմանալ իր ազատամարտիկների մասին, թե ինչ է ճակատագիրը։ Այսքան ժամանակ չենք դիմում մենք, թե իրանք չգիտեն, որտեղ է իր ազատամարտիկը, հաշմանդամը կամ մյուսը։ Օրերից մի օր իրանք հաղորդումները չեն դիտում, չբացեցին այս դուռը, ասեն, որ այ ազատամարտիկ, ախր դու վիրավորվել ես, դու այն ծնողն ես, դու վիրավոր ազատամարտիկն ես, դու ծնողն ես, եթե տան կերակրողը երեխային հայրն է ընտանիքի, ու այդ հայրը ընտանիքի վիրավոր, այն է քանի անգամ, ոչ թե իր սեփական բորդուրի վրա կամ փողոցում մենամարտելուց կամ չգիտեմ ինչի, այլ ազգի համար է վիրավորվել ու ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ։ Օրերից մի օր նրանք դուռը չբացեցին, ասեն, այ ազատամարտիկ, քո այդ երեխաներին ոնց ես կերակրում, ինչով ես կերակրում։ 12 երեխաներին։ Ինչ ես անում, ու այդքանից հետո իրանք մեզի մեր տնից հանեն, իրոք իմ ամուսինը ճիշտ է ասում, եթե ինչ-որ մեկը տանջանքով ստեղծված այն տունը, արյան գնով ստեղծված տունը մեր ձեռքից պետքա վերցնի, իրոք այդ տունը կտրակացնենք։ Ես իմ ամուսնու հետ կողմնակից եմ։ Ռիսկ եմ արել, պատերազմի թվին, սովի տարուն, երեխաներ եմ ունեցել, դաստիրը մեծացել եմ, դաստիրակել եմ, ուրեմն ես այդ ուժն էլ կունենամ, որ միասին հավաքվենք ու այդ քայլին կգնանք։ Ես չեմ կարծում, որ բանը դրան կհասնի եւ մենք բոլորս էլ կարծում եմ ցանկացած գիտակից հայ գիտակցում է ձեր նվիրումը հայրենիքի նկատմամբ, երկրի նկատմամբ, հիմա մնում է, որ պատկանները համապատասխան հետևություններ անեն եւ վերջին կացարանին որևէ մեկը դիպչելու իրավունք չունի։ Առավել ևս հարգելիս, հիմա այսօր իրանք բարելավում ինձ պիտան, իմ հարցը 4 երեխան է։ Ես արդեն դուք նկատեցիք, որ ես նշեցի, որ այս պայմաններում բետոնին մենք տեսանք ինչ պայմաններում եք դուք ապրում։ Ոնց պետք է լինի, իրանք գոնե տան Իմ առաջին հենց արձագանքը դա էր, թե ինչ պայմաններում տղա մի աղջիկ էլ չեմ ամուսնացրել 12-ից, էլ այդքանիցն էլ տուն է։ Ես հուսով եմ, որ կհասցնեք բոլորին իրենց նպատակներին։ Ես կարծում եմ, որ հայազգը կգնահատի, կարժևորի ձեր նվիրումը հայրենիքի նկատմամբ։ 5000-400 դոնե, մի հատ Էրդողան չկան, ասեն բազմակնություն արեք, այդ երեխեքի տեղը ունեցեք։ Էդ էլ չեն ուզում։ Իսկ Էրդողանը կարում ասի, բազմակնություն արեք, միջազգային ազգերից մեծ ելնենք։ Իսկ ինք ասում է, չէ, խես ունեցե այդքանը։ Այդ չի ասում, խիա այդ ընկերդ քո ձեռի մեջ մեռե։ Ինքը մենակ ասում է, խիես ունեցե, որ չէիր կարապահել։ Բազմազավակը դարել է բազմաավազակ։ Իր հավեսին է ունեցել, էլի։ Այդ չի ասում, այդ տղուն խոսք եմ տվել, որ ախպեր կրելու են քեզ այդ քեզ մի բան լի քեզ կունենամ, հաստատ։ Չմտածես, չես մեռնելու։ Հայերեն չի լրիվ ոնց մեզ այն ժամանակ ասում են հա ունեցեք լավ կլինի բան այն վավը չէին իները ասում են ունեցեք շատ ունեցեք երեխեք ապրեք բարի եղեք լավ եղեք ուսման տվեք սաղմոս կարդացեք սովորեցեք դաստիարակեք հայավարի նամուս թասիբ ունենան մեծ հարգեն իմ երեխեքը սաղ էլ սիրում են սաղ էլ հարգում են սաղ էլ բայց իմ երեխեն իր հազիվ երեխեքին է պահում ոնց ասեմ արի ինձի օգնի մի հատ էլ քեզ պահել եմ
փոքր ժամանակ Հազիվ է պահում այդ երեխեն էլ ամենից շատ խնդիր, եթե արդոնյալ հայրն է խնդիրների մեջ, այս նման անձնավորությունն է խնդիր, բայց այն երեխուն ինչ, հասարակ մարդը ինչ խնդիրներ կունենա, եթե նման մարդիկ են։ Ասում են, անում են նման արտահայտություններ, 12 երեխա ունես, խի երեխեքդ քեզի չեն պահում, մենք մեր երեխաներին չենք ունեցել, որ իրանք մեզի պահեն, մենք ունեցել ենք, մենք դեռ իրանք ավելանան, իրանք մենք շատ ենք պարտավոր մեր երեխաների առաջ, որպեսզի մեր թորներին, մեր երեխաներին ու թող բոլորը հասկանան, որ ծնողը քանի սաղ է ու ողջ է, ինքը պարտավոր է իր երեխաների առաջ, ոչ թե երեխաներին ունենում ես քեզ պահելու համար, այլ դու ունենում ես ինքդ քո երեխային Իսկ ինչ կերպ եք լուծում դեղորայքային խնդիրները, ինչքանով որ հասկացա դուք Գիշանոցում գրացված է, որպես խելար գիչ, ճգիչ, 20 թվին առաջ ճկուն գիչ, вообще գիչ, այն վաղ ուրիշ գիչ էի։ Հա, հիմա ստալում եմ հոգեբեկ դեղեր, գալապերիդոլ, ցիկլադոլ, ազալեպտին, սա խառնում եմ իրար խմում եմ, ազիվ են կավոր դմբրեց, եթե կտակ սպալը սարից է, դա թուրքից է, հիմի վեճը չի, 24-ով գժանոց պտի պարկել, ես բան չունեմ մտածել, իրանք թող մտածել։ Ես իմ դեղերը ամենամիս ստանում եմ, ամենամիս էլ ասել եմ, ընձի թող ունից չհանեմ, էրքելա բոլելավ։ Բայց իմիջիալոց այս մարդը կարող էր այսօր չգիտեմ, լավ օլիգարխ լինել, այդ գիտելիքները ամենից ունի։ Թող իմ առողջությունը տա։ Հադորներով ոդանավորներ կարածում, ամենից 22 տարեկան տղուր գրում եք նաև, հա։ Ինչպես։ Գրել եք, գրում Երբ եք սա նաև։ ոդանավորից։ Ոդանավոր է, ասել եմ հիմա ազատամարտիկ է, երեխեքս են լավ։ Ասեք։ Ազատես մարդիկ։ Ասեք, թող հանրությունն զինվորին է միայն սուրբ փողոկանչում, ոմանց տներում խինդ ուրախություն, ոմանք էլ սեկոշորել ակած, տալիս են ազգին հերոս պարապան, դասվում են նրանք սեպոշարկել, մենք չեմ հիշում։ Սա դուք եք գրել։ Հա, էդի մենք ասենք, ես գրել էի այն ժամանակ։ Հիմա էլ է մուսան գալիս, որ գրեք։ Դե այն վաղ նկարումել էի դաշը պատերի վրան, Պիկասոյի դվան նկարներ էի։ Արևելյան համալսարանն է թող է պատերը ասում։ Ես ամեն տեղ եք առաջ սովորեի հասնեի, շատ լավ, ասենք ունակություն ունեի, բայց այնց պատերազմը սկսվավ, եկա ու ամուսնացա ու երկրաշարժը խփեց, պատերազմը սկսվավ, հաբը Հոգեմետ տեղերն է չի ժառանգե տադերից ու պաբերից, հոգեմետ տեղերն է ժառանգե։ Նովոսիբիրսկը ծառայել եմ։ Հա, մինչև այսօր է բոլորից առողջ է, բայց այդ ծավերը ամեն ինչ ժառանգել է հանուն բոլորից, ոչ թե հանուն ոչինչ, հոգևոր ձևի իրանք արդեն ընձի հոգևոր ձևի են խփում։ Էսի ես Քրիստոսի զինվորն եմ, Քրիստոսի զավակն եմ ու պաշտպանության նախարարության ինձ լավ են ճանաչում։ Ես երբ մտել եմ դե ասել Դե թեկուզ Չիլինգայանը սպառազինության պետը, որոնցի գազել նվիրեց երեխաներից, որ տանեմ դպրոց։ Ասեց Գագիկ ջան, դու մերն ես, դու 4 կողմից բռոնի տարած ես, դու խնդիր չունես, ինչքան կարած ունեցի։ Քեզի պատատի չի զաքսն գնես, էլի երկրորդ կնիկել ունեցի։ Դա ով էր ասել։ Չիլինգայանը սպառազինության պետը, որոնցի գազել նվիրեց։ Հա, պաշտպանության նախարարը։ Հետո էլ ասում են նախկիններն են մեղավոր։ Նախկինները ես եմ ակետուն են տվել, լավեր են գիտեն ուզում են չեն դեպի ասպետությունում ինչ են կադրում։ Հիմա խաղաղվեք, որ այս խնդիրը գոնե ինչ-որ կերպ կարգավորվի, խաղաղվի ձեր հոգին։ Ես պետք է հիմա զինվորություն պարկած լինեի, չգնացի իմ ոսկորները բարակում։ Հա, ես զգացի մի կերպ էի։ Ծախոտես բարակել է, вообще դարել է։ Բայց հիմի ոնց է դա հիվանդանոց է, որ տա երեխեքին գալու են տալիս։ Ես եթե հիվանդանոց պարտեմ, ասեմ վեճի, հա, թող անեն դու։ Ինքը մի տարի է, որ սայլակից ոտքի ականն է, Միջավայր թե չկա։ կարողանում Վեց է ամիս հայերի։ արդեն, հենա սայլակ իրաց։ Ու հիմա նորից այս նեղվատրոպկեն, այս ամեն ինչը Նորից շփում է ներս, նորից շփում է, ես էսի ջերերի հույսով եմ նստում։ Չգիտենք ցավազրկողներով ու ինչերով։ Ասկորին էլ արդեն։ Ես մի ազանգում ասում Գագո ջան, հեսա գալսենք, ոչ մեկին թուրքի տեղ չի։ Ամբերի գալսենք, այն կականատեսարան է։ Շատ ժամանակ գալիս ասկորին, ընձի ճանաչելով։ Մի հատ միջև դաշը բուժքույրը գեղեցիկ չլինի, բուժքույր չլինի, չեմ թողի ոչ մեկ սերսկի ինձ։ Այդ բուժքույրը սիրուն հայ ուհի որպես հեզու խոնարհ։ Պետքա գեղեցիկ բուժքույրեր անվան կա։ Իրանք խրգում են, ասում են գնացեք գավուրին դա։ Պաստորեն է ամեն ինչը վերջում է կնաշանակի որ ազգի հերոս լինելը կնաշանակի անտեսված
Պաստորեն ազգի դավաճաններն են միայն փարաբանված։ Մենք այդ իրականությունն ենք այսօր հանդիպել։ Փարաբանվում են դավաճանները ամենուր, բայց Կարծում եմ այս ամենը ժամանակավոր է եւ իսկ այս ամենը ոչ թե ժամանակավոր է, այլ կառավարություն պատասխանատու մարդիկ շատ կար ժամկետներ ունեն սեղ մեզ հարցը լուծում տալու, Աստված ոչ անե ինչ որ մեկ համարցակվի գա այստեղ կանգնի, մեր ընկերոջ ասի, դուք այստեղից պիտի դուրս գաք։ Էդի կնդի առնա ճակատագրական բոլորիս համար։ Չսադրեն այդ արարքներին, որովհետև մենք չենք հանձնեմ մեր ունեցվածքը։ Այս իմ փաստաթղթի մեջ է պետք, գրած է ասում եմ պետք, որ ստացել է օրգանական խանգարում դուրագրգիռ, կարող է մի ստից բանից, ես էլ արդեն չիմանամ ոչ adekvat եմ ես քայլերն, իսկ չիմանամ արել եմ թե չեմ արել։ Իրանք էդի պետք է հասկանան, իմ կարգավիճակը հենց ասում եմ, արդեն աշխատողները, այդ բարձրաստիճանները ու բժիշկները, արդեն իմանում են, ասենք, ինչ կարգավիճակը, որ ասում, հա, գագոչը ցավոտնամ են, որպեսզի ես հանգարց չջղայնանամ, ասենք, այդպես ճագրստի ավանամ, իրաց չտնեմ, ասեմ, լսի, կանի տակես կան գնա դու հարազատներից պատճեն, սա միացած եմ արել, պիտի ծառած պատճեն քեզի։ Ու մի անգամ սկսարի, հա, ու վերջ, խփեք եկելի ու վերջ։ Հուսամ բանը դրան չի հասնի, ձեզ առողջություն եմ մաղթում Գագիկ ջան եւ հուսանք որ ականջալուր կլինեն պատկանները եւ գործը չի հասնի նրան որ այս ամենը տեղափոխվի փողոց, չգիտեմ, միտինգների դաշտ, ցույցերի դաշտ եւ չի լինի պայքար պաշտպանության նախարարության դարպասների մոտ կամ կառավարության շենքի մոտ հուսանք բանը դրան չի հասնի եւ կտրվի արդար լուծում այս խնդրին ձեզ ամուր առողջություն եմ մաղթում ամուր եղեք եւ թող որ մեր շարուստները թող որ խաղաղ բացվեն լավ մնացեք եւ ամուր եղեք եւ Աստված օրհնի ձեր ընտանիքին ձեր զավակներին Աստված մեր հայրությանը փառաբան նաեւ ձեր գալիք ամանորը նույնպես շնորհավորում եմ Աստված Աստծով լինենք Աստծով ամեն